Համահայկական աշխարհագրականը ներկայացնում է Բարև ձեզ, հանրային հեռուստաընկերության եթերում Օտարամայի ճամփեքի վրա ծրագրի 817-րդ թողարկումն է և 817-րդ ճամփան բերեց մեզ Չեխիայի Հանրապետության մայրաքաղաք Պրահա։ Այս երկրին նվիրված նախորդ թողարկումների ընթացքում ձեր ուշադրության ենք ներկայացրել մայրաքաղաք Պրահայի տեսարժան վայրերն ու հայ համայնքի գործունեությունը։ Այսօր կշարունակենք պատմել ձեզ աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկի մասին և կլինենք Պրահայի գլխավոր տաճարում, աշխարհի ամենամեծ տեղյակ համալիրում, գարեջրի թանգարանում և այլ հետաքրքիր վայրերում։ Պրահայի Սուրբ Վիտի տաճարը աշխարհի ամենահայտնի սրբավայրերից մեկն է։ Եկեղեցու ամբողջական անունը հնչում է այսպես. Սուրբ Վիտի, Վացլավի և Վոյտեխի գլխավոր տաճար։ 925 թվականին Վացլավ իշխանը այստեղ կառուցեց Սուրբ Վիտի ռոտոնդա։ 1061 թվականին այն վերակառուցվեց և դարձավ բազիլիկ Սպիտի Հնև իշխանի նախաձեռնությամբ, իսկ 1344 թվականին Կարլ IV թագավորն այստեղ կառուցեց գոթական տաճար, ֆրանսիական տաճարների ոճով։ Աշխատանքները սկսեց ֆրանսիացի ճարտարապետ Մաթյո Արասացին, սակայն մահացավ և չհասցրեց ավարտին հասցնել իր ստեղծագործությունը։ Թագավորը նշանակեց նոր ճարտարապետ երիտասարդ Պյոտր Պարլերին, նրան նույնպես չհաջողվեց ավարտել սրբավայրի կառուցումը։ 14-րդ դարի վերջում տաճարի աշխատանքները կանգնեցվեցին։ 500 տարի անց 1859 թվականին շինարարությունը վերսկսեց և ավարտվեց 1929-ին Սուրբ Վացլավի 1000-ամյակի հոբելյանին ընդառաջ։ Կարծում եմ ճիշտ կլինի նշել այն մարդկանց անունները, ովքեր վերջապես ավարտեցին շինարարությունը և աշխարհին նվիրեցին այս հիասքանչ սրբավայրը։ Յոզեֆ Մոկեր, Կամիլ Գիլբերտ Զդենեկվիրտ, Ֆրանտիշեկ Կիսելա։ Սուրբ Վիտի տաճարի երկարությունը 1024 մետր է, լայնությունը 60, տաճարի ամենամեծ աշտարակի բարձրությունը 100 մետր է։ Եկեղեցին զարդարում են հանրահայտ նկարիչների վիտրաժներ։ Այստեղ ուղարկավորված են մի քանի չեխ թագավորներ, նրանց թվում Ռուդոլֆ I-ը և Կարլ IV-ը, ինչպես նաև բարձրաստիճան պետական և եկեղեցական գործիչներ։ Այստեղ են թաղված նաև տաճարի առաջին շինարարները Մաթյո Արասացին և Պյոտր Պարլերը, որոնց մասին պատմեցի քիչ առաջ։ Բացի այդ եկեղեցում պահվում են Սուրբ Զիգմունդի, Սուրբ Վոյտեխի, Սուրբ Վացլավի և Սուրբ Յան Նեպոմուցկու մասունքները։ Սա Չեխիայի և չեխ ժողովրդի համար կարևորագույն վայրերից մեկն է, հոգևոր և մշակութային կենտրոնը։
Այստեղ հաճախ տեղի են ունենում եկեղեցական եւ մշակութային արարողություններ եւ միջոցառումներ։ Սուրբ Վիտի տաճարը նաև Պրահայի arczepiskopos-ի նստավայրն է։ Այժմ գտնվում ենք Պրահայի թաղամասում, որը կոչվում է Պրաժսկի հրատ։ Հրադի գլխավոր կառույցն ու այցեքարտը Սուրբ Վիտի տաճարն է, սակայն նրա շուրջը նույնպես կան բազմաթիվ հետաքրքիր վայրեր։ Պրաժսկի հրատը Չեխիայի ամենամեծ ամրոցն է։ Այն խոշոր պատմամշակութային կենտրոն է, որը հիմնվել է դեռ 9-րդ դարում։ Այս համալիրն ամբողջությամբ ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում եւ Գիննեսի գրքում որպես աշխարհի ամենախոշոր տեղյակ համալիրը։ Այստեղ է գտնվում նաև Չեխիայի նախագահի նստավայրը։ Նախագահականի դիմաց տեղադրված է երկրի առաջին նախագահ Տոմաշ Գարիկ Մասարիկի արձանը։ Հենց նրա ջանքերով 1930-ական թվականներին ավարտվեցին համալիրի վերակառուցողական աշխատանքները եւ Պրաժսկի հրատը ստացավ այն տեսքը, որով այսօր ներկայանում է աշխարհին։ Պրահայի գեղեցիկ պատկերների անբաժանելի մաս է կազմում Վլտավա գետը։ Գրեթե բոլոր քաղաքները, որոնք տեղակայված են գետերի ափերին, ունեն իրենց յուրահատուկ գեղեցկությունը։ Պրահան առանձնանում է այդ քաղաքներից։ Վլտավա գետի ափերին կառուցված ճարտարապետական գլուխգործոցներն ու կամուրջները դարձնում են քաղաքը աներևակայելի գեղեցիկ։ Վլտավա նշանակում է վայրի ջուր, եւ այդ ջրի երկարությունը 446 կիլոմետր է։
Վլտավայի ափերի մոտակայքում միշտ տուրիստների բազմություն է։ Այս պատկերներն իրոք հանգստացնում են։ Եթե աղավնիները սովորական երևույթ են, ապա կուղբ ես առաջին անգամ եմ տեսնում խոշոր քաղաքում։ Չեխիայի հաջորդ հանրայդ խորհրդանիշը գարեջուրն է։ Չեխական գարեջուր անվանումը ապրանքանիշը ստանում է բազմաթիվ փորձեր և ստուգումներ անցնելուց հետո։ Երկրի տարբեր վայրերում գործում են գարեջրի թանգարաններ, բնականաբար այդպիսին կա նաև Պրահայում։ Չեխիայի տարածքում գարեջուրը սկսեցին եփել քելտերը։ Առաջին անգամ գարեջուրը իշատակվում է 1088 թվականին, երբ իշխան Բրժետիսլավը արտոնեց վանականներին գարեջուր պատրաստել։ Առաջին հայտնի գարեջրատունը գործում էր Բրնոյում։ Այդ քաղաքի մասին մենք ձեզ պատմել ենք նախորդ թողարկումներից մեկում։ 1842 թվականին բավարացի Յոզեֆ Գրոլը Պլզեն քաղաքում եփեց պիլզներ գարեջուրը, որը հետագայում բերեց Չեխիային համաշխարհային համբավ։ Իրականում Պրահայի գարեջրի թանգարանը ավելի շատ մեծ գարեջրատուն է, որտեղ ըմպելիքը համտեսելուց բացի կարելի է ծանոթանալ չեխական գարեջրի պատմությանը, նաև պատկերացում կազմել գարեջրի տեսակների ահռելի քանակության մասին։ Գարեջրից բացի այստեղ կարելի է փորձել նաև չեխական խոհանոցի ուտեստներ։ Իսկ այժմ հասարակ սննդից կրկին վերադառնանք հոգևոր սննդի, այս անգամ գեղարվեստի տեսքով։ Այն մեզ կներկայացնի Պրահայում բնակվող մեր հայրենակից նկարիչ Գոռ Ավետիսյանը։ Աշխատում եմ աբստրակտ էքսպրեսիոնիզմի շրջաններում, այսպես ասած, օգտագործելով նաև կոլաժը, քանդակը եւ այլը եւ համադրելով իրար հետ։ 1993 թվականին առաջի անգամ եկա Պրագա, իհարկե դրանից առաջ բավական ցուցադրվել էի Ֆինլանդիայում, Շվեդիայում, Գերմանիայում եւ այլ։ Այնպես ստացվեց, որ ընկերներից մեկը այստեղ էր, որը հրավեր կազմակերպեց, մենք եկանք այստեղ ընկերոջս հետ ցուցադրվեցինք, ցուցահանդես արեցինք։ Դրանից հետո դե այն ժամանակ Հայաստանում արվեստի համար ոչ բարենպաստ պայմաններ էր, հնարավոր չէր զբաղվել նկարչությունով, ինչ որ կարելի էր, բայց ասենք դժվար էր ապրել, աշխատել, այդ ժամանակ ծնվել էր նաև իմ առաջնեկս տղաս եւ դրա համար ինչպես պետք էր զբաղվել այդ գործով։ Ես ավարտել եմ Տերլեմեզյանի ուսումնարանը, գեղարվեստի ուսումնարանը, այնուհետև
սովորել եմ այն ժամանակ Գեղարվեստաթատերական ինստիտուտի քանդակի բաժին, 2 դեպքում էր քանդակի բաժիններում, այնուհետև այսպես ասած պրակտիկա, ավելի շուտ պրակտիկ ձեռք բերեցի հորեղբորս արվեստանոցում Ֆինլանդիայում, մի 2 տարի այնտեղ էի ապրում, աշխատում, ստեղծագործում եւ ավելի շատ շփվեցի գեղանկարչության հետ։ Դրա համար հաճախ ինձ հարցնում են՝ դու հիմա գեղանկարիչ ես թե քանդակագործ։ Ես էլ պատասխանում եմ, որ քանդակագործները սովորում են նկարել։ Այ գեղանկարիչները շատ դեպքում սովորելու ընթացքում չեն քանդակում։ Այսպես ասած, մենք ավելի մոտ ենք նաեւ նկարչությանը եւ քանդակին։ Այդպես 93 թվականին տեղափոխվեցի Չեխիա, քանի որ այստեղից հարմար էր մասնակցել եվրոպական ցուցահանդեսներին, շատ դեպքում մոտիկ էր, ուղղակի մեքենայով նստում ես, գնում ես, ցուցադրվում ես, հետ ես գալիս եւ հարցեր չկան։ Այդ ժամանակ դրանից հետո 96-97 թվականներին ես եւ մյուս 2 ընկերներիս հետ, բուլղարացի եւ ուկրաինացի, մենք բացեցինք մեր առաջի գալերեան այստեղ Պրագայում։ թվականի վերջին 98-ի սկզբին բացեցինք մեր գալերեան Հուսովա փողոցի վրա։ Բոլորը գոհ էին եւ դրա շատ տևեց, համարյա մենք այնտեղ եղանք 25 տարի։ Գալերեայի ցուցադրում ժամանակ մենք այնտեղ ցուցադրեցինք համարյա բոլոր հայ նկարիչներին, որոնք որ ապրում էին Պրագայում, նաեւ մյուս արտասահմանցի նկարիչներ։ Այդ տարիներին նաև մասնակցեցինք art-fair-ների, այսինքն միջազգային գալերեային ցուցահանդեսներին տարբեր երկրներում, Լյուքսեմբուրգ, Բելգիա, Գերմանիա, ամենտեղ։ Վերջին տարիներին նույնիսկ մնացինք COVID-ի շրջանում չփակվեց գալերեան։ Հետագայում անցյալ տարի այնպես ստացվեց, որ գալերեայի շենքի տերը, իսկ այդ շենքի տերը մենք փոփոխեցինք, 3 շենքի տեր ենք ունեցել, 3 շենքի տեր փոփոխվել են, մենք մնացել ենք, վերջի շենքի տերը որոշեց, որ մենք պետք է դուրս գանք այդտեղից։ Դրանից հետո մենք մասնակցեցինք, այսպես ասած, քաղաքային կոնկուրսին, որտեղ մենք շահեցինք, քանի որ մենք ներկայացրեցինք ամենալավ կոնցեպտը գալերեայի եւ դրա համար մեզ եւ նաեւ նրանք գիտեին մեզ, որ երկար տարիներ մենք ունենք գալերեա, նրանք մեզ տվեցին այս գեղեցիկ սրահը, որը մենք նորից սկսում ենք, որպես ասած, կենթանացնել։ Նախորդ թողարկման ընթացքում խոսեցինք չեխական հանրայիտ երաժիշտների Անտոնին Դվորժակի, Պետր Սմետանայի եւ Լեոշ Յանաշեկի մասին։ Այսօր կանդրադառնանք չեխական գեղանկարչությանը։ Չեխ ամենախոշոր նկարիչը Յոզեֆ Մանեսն է։ Կենթանության օրոք նրա արվեստը գնահատված չէր, սակայն այսօր նա համարվում է Չեխիայի բոլոր ժամանակների ամենամեծ նկարիչը։ Այդպես հաճախ է լինում։ Հիշեցնեմ, որ աշխարհի ամենահայտնի նկարիչներից մեկը Վինսենտ Վան Գոգը իր կյանքի ընթացքում չկարողացավ վաճառել իր ստեղծած նկարներից ոչ մեկը։ Այսօր նրա աշխատանքները տեսնելու համար Նիդերլանդների թագավորություն են գալիս տուրիստներ ամբողջ աշխարհից եւ ծախսում այդ երկրում միլիոնավոր եվրոներ։ Նշեմ, որ չնայած Մանեսն ամենանշանավոր նկարիչն է Չեխիայում,
Երկրից դուրս ավելի մեծ ճանաչում ունի Ալֆոնս Մուխան, Արտ-Նուովո ոճի վարպետներից մեկը։ Հնարավոր է հետագայում մենք ավելի մանրամասն կպատմենք ձեզ չեխական արվեստի մասին, իսկ այսօր այսքանը։ Կհանդիպենք մեկ շաբաթից, առայժմ։